մի օր կգա, որ ես շատ ավելի փակագծերը կբացեմ եւ բաներ կարող եմ ասել, որովհետեւ կարծում եմ, որ անհամաչափ, անարդար, անիմաստ հետապնդում էր, լրիվ անիմաստ եւ մի բան ասեմ, որ ոչ մեկը ուրեմն չի կարող վստահ լինել, որ մեկ օր իր դուռը չեն ծեծի եւ երկար երբ որ իմ դուռը ծեծեցին, չէի կարողանում հասկանալ ինչի համար էր դա։ Պատկերացնում եք, ուրեմն իհարկե դրա համար ինչ ասեմ, կյանքը միայն կանաչ խոտերով փռված չի, որ քայլում ես, պետք է պատրաստ լինես նաև դժվարությունների։ Միայն մի բանն է շատ կարևոր, որ դու պետք է դրանից բարձր լինես, որ կարողանաս հաղթահարես, չընկճվես, դեպրեսիայի մեջ չընկնես։ Կարծում եմ իմ այդ կյանքի փորձը, կյանքի այդ ուժը, որ ես ունեցել եմ, ինձ օգնեց, որ թեկուզ շատ բաներ ես կարող եմ հումորով տանեմ, կարող եմ դրանց մասին խոսել, հանգիստ եւ դա պետք է քո մեջ կարողանաս զարգացնես այդ դիմակայելու ունակությունը։ Կյանքը անակնկալներով էլի միշտ ինչ որ մի պահի բոլորիս հետ ինչ որ բաներ կարող են պատահել, շատ տարբեր մարդիկ են եղել տաղավարում, եղել են մարդիկ, որ զավակի կուրստ են հաղթահարել տարբեր։ Այն ինչ որ պատահեց ձեր հետ այս տարի հիմա չգիտեմ, որակումներ որ չտանք, տեղ-տեղ զավեշտալի էր, տեղ-տեղ անթույլատրելի, անարդար, ուղղակի չեմ ուզենա որ պես գնահատականներ տամ բառով, բայց ես ուզում եմ որ դուք արդեն խոսել եք, ես նայեցի Մեդիամաքսի հետ Արայ Թադևոսյան որոշ բաներ ասել եք, բայց փիլիսոփայական մոտեցում ունեք այդ ամեն ինչին, բայց ուզում եմ որ արդեն անցնելուց հետո ասեք, ինչպես մենք դժվարությունները հաղթանք, ինչպես դուք հաղթահարեցիք, ինչպես կարողացաք ավելի ուժեղ դուրս գալ այդ ամենից եւ արդյոք դուրս եկաք։ Նախ առաջ ասեմ լրիվ դուրս չեմ եկել եւ երկրորդն էլ պետք է ասեմ որ լրիվ անարդար է այս ամեն ինչը։ Դրա համար այդ դիմակայելը շատ կարեւոր հատկություն է։ Եթե չունենաս, նույնը բիզնեսի մեջ է եղել։ Ես բիզնեսի մեջ եմ, օրինակ մենք շատ դեպքեր եղել, որ պարտություն ենք ունեցել, շատ ենք ուզեցել մի բանը անենք, չենք կարողացել, դժվարությունների մեջով ենք անցել, ֆինանսական դժվարություն ենք ունեցել, ուրիշ որևէ դժվարություն, եթե ամեն ինչը դու տենց ընդունես ցավալի, քո կյանքը կարծում եմ մարդու առողջությունը սկզբից հոգեկան է, հետո նոր ֆիզիկական։ Սկզբից հոգեկան հիվանդանում, հետո հոգին արդեն տանում է քո ֆիզիկական մարմնին է վարակում։ Դրա համար պետք է շատ կարևոր է, որ այդ քո հոգեկան հավասարակշռությունը կարողանաս պահպանես։ Թեկուզ ամենադժվար իրավիճակում ես եղել, փորձես միտքդ հանգստացնես, լավատեսորեն նայես, ասես այս ամեն ինչը ժամանակավոր է, այս ամեն ինչը կանցնի եւ լավ օրերը կգան։ Կարծում եմ դա է։ Դուք էլի հումորով ասել էիք, որ ասում էիք, որ 112 երկրում եմ եղել, ենթադրենք սա էլ 113-ներ, հիմա այս 113-րդ երկրի մասին հետաքրքիր է, ոնց որ լեզուս էլ չպտտվի, ասեմ խցակիցներ, դուք մենակ եք, այդ մասով ասեք, էլի զգացողությունները, ասենք, ինչ տիպի էր, վերաբերմունքը, որտեվ ես այնպես էի մոտենում, որ դա ես չեմ ու դա իմ հետ չի տեղի ունենում։ Լուրջ եմ ասում։ Ես դա համարում եմ, որ սա ինչ-որ մի հատ թյուրիմացություն է, վերջը մեկը պետք է գա նայի, ասի, ինչ թյուրիմացություն եք անում, ես պետք է ուղղվի։ Այդ դա էր ինձ օգնում, որ ես դրան շատ լուրջ չմոտենայի, ես հասկանում եմ, որ ես այնտեղ չեմ պատկանում այդ տեղին, այդ տեղը եւ ես տարբեր բաներ ենք եւ հասկանում եմ, որ պետք է մի օր գա մարդիկ հասկանան, որ սա մեծ սխալ է, եւ այդ սխալը պետք է ուղղվի։ Դե եկավ եւ կգա։ Մեկ էլ մի բանն էր զավեշտալի, որ պրագմատիկ մարդ լինելով, բիզնեսի մարդ լինելով հաշվարկ եք կատարել, որ եթե մի մարդիկ, որոնք որ կարող են այս պատժի տեսակով կամ այս տեսակ չլինի, հաշվել եք, որ 7000 դրամ մեկ օրվա համար պետության ծախսերը լուծում եք գտե ամեն դեպքում ծրագրեր, հաշվել եք, այստեղում էլ եք պրագմատիկ եղել։ Իսկապես եւ դա հիմա էլ կուզեմ եւ կուզեմ մի օր այդ հարցով լուրջ զբաղվեն լուծում առաջարկեք տեղեկապես լուծում պետք է առաջարկվի որովհետեւ ես տեսնում եմ ինչքան անիմաստ մարդիկ կային տարիներով նախաքննական կարգավիճակում են այնտեղ մնում տարիներով
բայց դա սխալ է, չի կարելի, մի բան պետք է անել, փոխել դա, ես չեմ ասում ազատել իրենց, բայց կամ արագացնել, արագ կատարել, որ այդքան մարդուն, բա որ հետո ինքը դուրս գա որ անմեղ է, արդարաց, ով է հետո այդ վճարելու այդ մարդու 4 տարվա, ասենք այ անազատության մեջ գտնվելու հանգամանքները, դրանք լուրջ հարցեր են, որ հետո ներողություն ոչ մեկը չի ասի, եւ այս մարդն էլ վերջում պիտի ուրախանա, որ ազատվեց, բայց մի հատ հետ նայի, տես կյանքի 4 տարին գնաց։ Անհամեցան մարդ շփումներ լինում էր, խոսում էիք ինչ որ տեսակ, թե մեկուսացած ուղակի համար մեկ որ ես չէ։ Չէ, ես մեկուսացած չէի եւ խոսում էի եւ փորձում էի մարդկանց իմ կյանքի փորձը փոխանցել եւ կարծում եմ բավականին հաջողության հասա։ Ասենք թեկուզ շատ հասարակ մի բան ասեմ, երբ սկզբից տեսա, որ կրանտը ջուրը միացած է, հոսում է ուղակի։ Միշտ հոսում է։ Ես էլ այս կլիմայի պաշտպանության, էկոլոգիայի բանում շատ լուրջ զբաղվում եմ եւ անձամբ եւ իմ ընկերությունը։ Բարձվեց, որ կրանը չի աշխատում եւ թվում էր, որ բոլորը համարում են, որ դա ջուր է, էլի թող իր համար հոսա։ Ես անմիջապես տեղ աղմուկ բարձրացեցի, եկան ու այդ փոխեցին այդ սարքը, որ ջուրը չհոսի, ջուրը դա մեր հարստությունն է, ոնց կարող ենք մենք նման ու մնացածները սկսեցին հասկանալ եւ սկսեցի ես մի քանի բան դասախոսություն կարդալ եւ կլիմայի պաշտպանությունից, որ իմանան, որ ամեն ինչը տրված չի, ծրի չի, որ դու ես մեր երկրագունդը, փոքր երկրագունդը, ռեսուրսները անվերջ չեն, պետք է մենք նաեւ հասկանանք ռեսուրսները ոնց խնայենք, կլիման, եթե մենք ոչ մի բան չանենք, 50 տարի հետո այդ երկրագունդը ապրելու հարմարացված չի լինելու։ Մենք ինչ թողնենք։ Այո, ես թորնիկից ինչ եմ ասելու, ինչ եմ ես արել, որ հիմա ինքը իմ մեղավորության պատճառով ինքն է տուժելու։ Մեծ հարցեր կան։ Պարոն Հովհաննիսյան, ինչն էր ձեզ ուշ տալիս սпасելու այս մղձավանջը, որ վերջանա, եւ ուզում եմ ընդհանրապես լուսավոր բաների մասին սերը առաջնորդող բանը, կյանքը երկարացնող, կյանքին իմաստ տվող, սիրո մասին, առհասարակ անձնական եւ նաեւ թորնիկները դուք այնքան ջերմ եք խոսում իրենց մասին, մի քանի դրվագով, բայց նայեք, պետք է միշտ ապրես վաղվա համար, որովհետև եթե վաղվա համար չես ապրում, դու նորից ընկնում ես դեպրեսիայի մեջ, կյանքը իմաստը կորցնում է, ինչու՞մն է իմաստը, եթե դու քո թորնիկի մասին չմտածես, երեխայի մասին չմտածես, կնոջդ մասին չմտածես, ուրեմն դա վաղն է, չէ, ինչ որ անում ես, վաղվա համար ես անում, որ վաղը ավելի լավ լինի, քան այսօր։ Դրա համար նախ եւ առաջ ինչ որ կապված այս դեպքերի հետ ես վստահ եմ 100%-ով, որ դրանք գալու են իրենց ճիշտ արդար լուծմանը, ուրիշ դրան անհնարին է, որ ես պատկերացնեմ, դրա համար դա ինձ շատ ուղղակի ժամանակ է, որ պետք է կատարել, պետք է ինչ որ գործողություններ անել, բայց վստահ լինել, որ դա գալու է, այդ օրը գալու է։ Մի նոր գլուխ է վերելքում։ Այ ճիշտ եք ասում, եւ ես խոստացել եմ այդ գիրքը չունի այդ մասը դեռ, բայց պետք է ունենա պարտադիր, որտեղ դա շատ կարեւոր բան է եւ կարող է շատ օգտակար լինել մյուսների համար, երիտասարդների համար, որ իմանան, որ կյանքը շատ ավելի բարդ է, քան կարող է պատկերացնել։ Անկանխատեսելի է, ոչ ոք ոչինչից ապահովագրված չէ։